Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում Բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Ազատ եւ անկախ ընտրությունները կախված են ոչ միայն պետական մարմիններից, այլև անկախ վերահսկողներից, որոնք հետևում են գործընթացի բոլոր փուլերին եւ անաչառ գնահատականներ տալիս արդյունքների մասին եւ գործընթացի բոլոր փուլերում տեղի ունեցած խնդիրների մասին։ Այսօր իմ հյուրն է անկախ դիտորդ դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը, ում հետ կզրուցենք մեր ընտրական համակարգից ու նաև կփորձենք հասկանալ, թե ուր ենք հասել եւ դեռ ինչքան ճանապարհ ունենք անցնելու իրապես անկախ, ազատ, մրցակցային ընտրություններ ունենալու համար։ Տիկին Գրիգորյան, նախ երևի կխնդրեմ շատ կարճ ներկայացնեք դաշինքի նպատակները, ստեղծման պատմությունը գուցե եւ ինչ կազմակերպություններ են ներառված անկախ դիտորդ դաշինքում եւ ինչով եք զբաղվել վերջին տասնամյակում։ Անկախ դիտորդ դաշինքը ձևավորվել է 16-17 թվականին, այսինքն 16-ին համատեղ դիտորդական առաքելություն են իրականացրել Վանաձոր Գյումրի ընտրությունների ժամանակ, իսկ 17-ին հունվարին արդեն ֆորմալ ձևակերպել դաշինքը արժան ընտրությունների դիտարկելու համար, այսինքն վերջին տասնամյակում մենք դեռ գոյություն չունենք, բայց 17 թվականից ըստ էության արդեն իրականացնում ենք դիտորդական առաքելություն գրեթե բոլոր թիմ ընտրությունների ժամանակ, հատուկ են բացառությամբ փոքր ընտրությունների դեպքում եւ բոլոր համապետական ու մեծ ընտրությունների ժամանակ։ Դիտորդական առաքելության մեջ ի սկզբանե ներգրաված էին 4 կազմակերպություն, որոնցից երկուսը ուղղակի Իրացի քաղաքացի միավորումը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակել են համագործակցել, համագործակցում նաեւ ուղղակի ժողովրդավարություն ասական կազմակերպության եւ այլ գործընկեր կազմակերպություններ, որոնք մեզ միանում են տարբեր ընտրությունների ժամանակ, հիմնականում այս 3 կազմակերպություններն են այս պայմանությամբ, որ մշտապես շարունակում են համագործակցում։ Տասնամյակ գուցե չէ, բայց գրեթե տասնամյակ եւ դրանից առաջ կազմակերպությունը, թե այս կազմակերպությունը, թե մյուս կազմակերպությունները այլ ձևաչափերով էին համագործակցում, մենք համագործակցում էինք քաղաքացի դիտորդ նախաձեռնության շրջանակներում, որը ձևավորվել էր 13 թվականին հաջորդելով նախագահական ընտրություններին, արժան Երևանի հավաքական ընտրությունների ժամանակ։ Այսինքն տարբեր ֆորմատներով, թե ֆորմալ համագործակցություն, թե ոչ ֆորմալ համագործակցություն, մենք գրեթե միշտ դիտորդական առաքելություն իրականացրել ենք համատեղ, որը հնարավորություն է տվել տարբեր կազմակերպություններին իրենց փորձառությունները բերել ու փոխլրացնել։ Հիմա դիտորդության բազմամյա եւ շատ այսպես փորձ, որը վերաբերվել է թե տեղական եւ թե համապետական ընտրություններին, այս փորձը հաշվի առնելով, կուզեմ մեզ հետ կիսվեք, չեմ ուզի գնանք երևի շատ վաղանցյալ, բայց վերջին հանգամյակում, 7-ամյակում հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրությունների ձեր դիտարկման փորձը կուզենամ մեզ պատմեք, մասնավորապես ինչ հիմնական խնդիրներ եք արձանագրել, ընդ որում թե համակարգային բնույթի, թե դրվագային գուցե, որոնք հետաքրքիր են եւ որոնք կարող են դաս լինել հետագա ընտրությունների համար, հատկապես 2026 թվականի համապետական խորհրդարանական ընտրությունների պատրաստվելիս եւ անցկացնելիս այդ ընտրությունները։ Իրականում, եթե ընտրությունների պատմության տեսանկյունից նայենք, դժվար է չհամեմատել նախահեղափոխական ժամանակի հետ, չնայած որ միջազգային դիտորդական պրակտիկան, այսպես ասած, կամ ստանդարտները միշտ հուշում են, որ չպետք է համեմատվեն ընտրությունները նախորդների հետ, այլ պետք է դիտարկվեն որպես իրենցով, սա բոլորս խախտում ենք պարբերաբար, որովհետև չեն կարող չհամեմատել։ Ու եթե մենք համեմատում ենք հետհեղափոխական ընտրությունները, պետք է դիտարկենք այն, որ 2018 թվականի ընտրությունները ըստ էության հեղափոխական ալիքի հաստատման ընտրություններ էին, այնտեղ առանձնապես դերակատարները, որոնք նախկինում բացասական դեր էին կատարել, ուղղակի չկային այդ վիճակով, որովհետև չկար պատվերը իրենց գործողությունների իրականացման, չկար դրա կարիքը, կար հնարավորինս ազատություն։ Ընդ որում պետք է նկատել, որ այդ ազատությունը գալիս էր նաև ցածր մասնակցության հետ, որովհետև եթե մենք համեմատում ենք 17 թվականի ընտրությունների հետ, տեսնում ենք շատ ավելի բարձր մասնակցություն, որի մեծ մասը հարկադրված մասնակցություն էր։ Մենք կարող ենք հարկադրանքը չընկալել շատ պարտադիր հարկադրանքով, բայց ակնկալիքները, փոխադարձ ակնկալիքներ, որոնք ստիպում են մարդկանց մասնակցել ընտրություններին։ Այսինքն ազատությունը նաև նշանակում է չընտրելու հնարավորություն, որը
պետք է ընդունենք որպես այդպես։ Մենք իհարկե ցանկանում ենք, որ մարդիկ հնարավորինս շատ մասնակցեն ընտրություններին, բայց դա ունի եւ դրական եւ բացասական կողմեր, այս դեպքում պետք է ընդունել, որ հանրային մասնակցության տարբեր ձևերը, չնայած որ քաղաքացիները, եթե հարցումներ են իրականացնում, ասում են, որ առաջնային ընտրություններին մասնակցելն է, տեսնում ենք, որ մասնակցությունը նվազ է այն դեպքում, երբ իրենք պարտավորված չեն մասնակցել ու երբ կարիք չունեն վերահաստատելու այն ընտրությունը, որը կատարել են, հա, վտանգված չեն տեսնում այդ ընտրությունները, որպեսզի ցանկություն ունենան միջամտելու։ Վերջին տարիներին, եթե համեմատենք, մենք ունենք որոշակի խնդիրներ վարչական ռեսուրսի հետ, որը էլի է ստիպված եմ հերքել այն մտայնությունը, որ դա աննախադեպ է, որտեղ հաճախ ենք տեսնում այդ դիտարկումները, իդեպ վերջերս շատ հետաքրքիր բան նկատել, որ խմբագրում են այն ինչ տեղի ունեցել շատ ոչ վաղ անցյալում, ու բոլորս կարող ենք իմանալ, օրինակ վերջերս սրատում լսում գնահատականը, որ աննախադեպ վարչական ռեսուրսի միջոցով իշխանությունը կարողացավ պահել վերարտադրվել 21 թվականին։ Իրական անաչառ դիտորդի համար դա այդպես չէ, բայց ես նաև երևի թե պետքա նայեմ դրան այլ տեսանկյունից, փորձելով խմբագրել ինքս ինձ, որ եթե կա ընկալումը, որ այս ընտրությունները աննախադեպ էին իրենց խախտումների ծավալով, դա իրականում ստացվում է, որ մենք բարձրացնում ենք այն չափանիշը, որով ուզում ենք համեմատել ընտրությունները, ու համեմատում ենք լավի հետ ոչ թե մատի, իսկ դա ինքնին լավ է։ Այո։ Հա, որովհետև երբ մենք ասում ենք վարչական ռեսուրս ու նայում ենք դրան երկարամյա դիտորդական պրակտիկայի տեսանկյունից, մենք հասկանում ենք, որ խոսում ենք տարբեր բաների մասին։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք սերունդ ու նաև քաղաքացիական ակտիվություն ունեցող սերունդ, որը չի տեսել 2007, 2008 եւ դրանից առաջ եղած ընտրությունները կամ նույնիսկ 17 թվականի ընտրությունների մասին չունի այն հիշողությունները, որը մենք ունենք, ու պահանջում են ավելի։ Դա միանշանակ դրական է եւ կարծում եմ, որ շատ դրական կազմի ընտրությունները կա։ Բայց եթե ընդհանուր խնդիրներից խոսենք, կարծում եմ, որ խնդիրները շատ էականորեն փոխվում են։ Այն իմաստով, որ մենք ունենք ֆիզիկական խնդիրներ ավելի շատ, հա, ունենք ֆիզիկական բռնության, ֆիզիկական ճնշման եւ այլն, հենց ֆիզիկական նաեւ կաշառքի դեպքեր, ասենց եթե գնանք ժամանակի մեջ, երևի շատ կոպիտ էական համեմատություն եմ անում, բայց 90-ականներից սկսած երբ կար չարժևորելը մարդու քվեն կամ հենց քաղաքացուն, քվեարկել է նրա փոխարեն, ստիպելը, որ քվեարկի առանց ինչ-որ փոխհատուցման կամ բան, հա, ուղղակի պարտադրելով քվեարկություն, մենք ունենք սահմանադրական հանրակրվե, որի դեպքում ընդհանրապես մասնակցություն չէր ակնկալվում, մենք տեսնում էինք, որ ընտրողների ցուցակներում ուղղակի հանձնաժողովականներն են ստորագրում, լրացնում եւ քվեարկում իրենց փոխարեն, այսինքն այնքան չէին արժևորում մարդուն, որ նույնիսկ կարիք չկար նրա ներկայության որևէ կերպ, կամ կար այդ ֆիզիկական բռնության դեպքերը։ Հետո հանկարծ արժևորվեց, սկսվեց ընտրակաշառքի եւ այլ տարբեր միջոցները, հա, այսինքն ինչ-որ էվոլյուցիա են ապրում։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ես շատ դեպքերում ասում եմ, որ ընտրությունների կեղծման ու խախտումների մեխանիզմներից ազատվելու մեր մեթոդը դարձավ այն, որ որոշ առումով, որոշ ընտրություններ, որ խախտումների կատարողներն են բազմացել։ Այսինքն եթե նախկինում խախտումները ըստ էության գալիս էին մեկ կետից, դա գործող իշխանություններ, հիմա մենք ունենք խախտումներ տարբեր կողմերից, հավասարակշռված եւ անկախության մեր չափանիշն է, հա, տարբեր տեղերից կախվածություն, հիմա նաեւ տարբեր տեղերից խախտումների նույն ծավալը չի, որ եղել է նախկինում, կա ինձ թվում է հեղափոխության արդյունքում մենք ունենք ընկալում, որ այնուամենայնիվ ընտրողն է որոշողը։ Հա, ու փորձը դրա վրա ազդելու ավելի երկարաժամկետ, ավելի շատ ջանքեր է պահանջում եւ ավելի շատ փող է պահանջում, քան ուղղակի կաշառքը։ Ու մենք ըստ այդմ տեսնում ենք փոփոխությունը, ու հատկապես տեսնում ենք դա հիբրիդային սպառնալիքների տեսքով։ Մենք տեսնում ենք դա ապատեղեկատվության, ապակողմնորոշման, մտածողության փոփոխության ձգտելու տեսքով, ոչ թե այն տապորային միջոցները, որոնք օգտագործվում են նախկինում։ Եվ որը կներեք տեղի անում ոչ թե Քարոզարշավի բուն ընթացքում, այլ Քարոզարշավից 2-3-4 տարի առաջ։ Ու այնքան երկար, որ նույնիսկ արդեն բարդ է մարդկանց համոզել, որ այն ինչին իրենք հավատում են արդեն մի քանի տարի, միգուցե եւ ճիշտ չէ։ Հա, որովհետեւ եթե ինչ-որ մի բան այդքան երկար է ասվում,
բարդ է չհավատալը։ Այս առումով ես մի հարց լրացուցիչ տամ, ես իհարկե մեդիա փորձագետների հետ եմ ուզում զրուցել այս թեմայով, բայց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ավելի անաչառ կարող է նայել այս հարցին։ Այդ մեդիայի դերը առհասարակ էս ամեն ինչում եւ դուք երբ որ դիտորդություն եք անում քարոզարշավի թեկուզ ընթացքում, հա, համոզված եմ որ նաեւ ձեր գործունեության ընթացքում անընդհատ եք դա դիտարկում, բայց հատկապես քարոզարշավների ժամանակ եւ մինչ այս օրինակ հիմա, հա, որ կես տարուց սկսվելու է այդ ամբողջ process-ը ֆորմալ, բայց փաստացի արդեն սկսված է։ Մեդիայի դերը դուք այստեղ ոնց եք տեսնում եւ ինչ որ ձևով փորձում եք մեդիայի հետ աշխատել այս սպառնալիքները ինչ որ չափով մեղմացնելու ուղղությամբ։ Երևի թե զրույցն էլ այդ փորձերից մեկն է, եթե ընդունենք, իրականում երևի այդքան շատ չենք փորձում, ինչքան կփորձենք։ Ես մի քանի դիտարկում անել, ես էլ մեդիա փորձագետ չեմ, բայց կարծում եմ առաջնային խնդիրը այն, որ ինչքան հեշտ է լինել մեդիա, հիմնել մեդիա, դառնալ մեդիա մեր տարում, արհեստական բանականության մեդիայով եւ այլ ուղղակի շատ ավելի հեշտ է դառնալ մեդիա, հա, օրենսդրության տեսանկյունից ընդհանրապես գրեթե բոլոր մարդիկ կարող են լինել մեդիա, կախված իրենց լսարանի քանակից։ Դա նշանակում է չափանիշները լրագրության նկատմամբ, պրոֆեսիոնալիզմի նկատմամբ փոխվել են, ու եթե կար որակի կամ երկար ինչ-որ հետազոտության, հետաքննության կարիք, հիմա կա հրատապության կարիք։ Ու այդ հրատապությունը հիմնականում արտացոլվում է արագ հասնել էմոցիաներին, էմոցիոնալ արձագանք ստանալ արագ, որը մարդկանց մեջ նաև նստված է։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ պատասխանատվություն պետք է ընկալվի մեդիայի կողմից, բայց նկատում եմ, որ այդ պատասխանատվության զգացումը առանձնապես չկա, այսինքն նաև չկա երևի ամբողջական գիտակցումը այն ազդեցության, որը ունի մեդիան ու երկարաժամկետ ազդեցության, որին կարծում եմ պետք է շատ ավելի զգուշ վերաբերվել, հա, այսինքն եթե դու ունես այդքան մեծ ուժ, միգուցե պետք է ավելի զգուշ օգտագործես։ Լավ, դա այո, դա եթե ունես ազնիվ նպատակներ, կան մարդիկ, որոնք չունեն ազնիվ նպատակներ, բայց մենք ինչ կարող ենք այդ դեպքում գուցե անել մեդիայի սպառողի հետ աշխատելու տեսանկյունից։ Մենք ունենք փաստերի ստուգման հարթակներ, հա, բայց ես հասկանում եմ, որ դա մի շատ մեծ ծավալի գործ է, որը որ ամեն ապատեղեկատվության արձագանքելը, դա հետաքննելը, ուսումնասիրելը, դա բարդ գործ է։ Հասարակության հետ ինչ որ ձևով ինչ աշխատանք եք տանում կամ կարելի է տանել, որպեսզի քաղաքացիական հասարակությունը օգնի հասարակությանը ճիշտ կողմնորոշվել այս հորձանուտում։ Մենք ինչպես եւ շատ կազմակերպություններ դաշտում փորձում ենք աշխատել մեդիագիտության վրա, փորձում ենք քննադատական մտածողությունը զարգացնել ու աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա արդեն նաեւ նոր ծրագրեր սկսելով արժանացություններին ընթരാճ, բայց գիտակցում ենք նաեւ, որ այն միջոցները, որը ունեն ապատեղեկատվություն տարածողները, մենք չունենք։ Մենք ունենք ֆինանսական միջոցները, ալգորիթմների կամ այլ տարբեր գովազդների թիրախավորման եւ այլ տարբեր միջոցներով հասնելու մեծ լսարներին։ Մենք անձամբ ես շատ դեպքերում տեսնում եմ տեղեկության հերքումը, երբ չեմ տեսել ապատեղեկատվությունը։ Մինչդեռ պարզվում է, որ ապատեղեկատվությունը շատ լայն տարածում ենք տեղ։ Այսինքն մենք իրականում ապրում ենք ինչ-որ բաբլների մեջ, որոնցից դուրս չենք տեսնում, ու դա շատ բարդ է, ստացվում է, որ ապատեղեկատվությունը հասնում է մի լսարանին, որը շատ ավելի մեծ է, եւ դրա հերքումը հասնում է ավելի փոքր լսարանին։ Ընդ որում նաեւ մեծ խնդիրը իմ կարծիքով այն, որ ապատեղեկատվությունը աշխատում է հենց նրա հետ, որ դու չունես տե ինֆորմացիա, հա, դու չունես գիտելիք, ու դրա վրա է աշխատում։ Իսկ գիտելիք տալը, գիտելիք փոխանցելը մի շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում, ու շատ ավելի մեծ պատրաստակամություն ընդունողի կողմից։ Այսինքն դու կարող ես փորձել սովորեցնել, բայց նրանք ովքեր որ ցանկանում ես սովորեցնել, փաստացի պատրաստ չեն ընդունել դա, այլ պատրաստ են էմոցիոնալ զայրանալ, զզվել, հոգնել, վախենալ եւ այլ տարբեր էմոցիաներ ունենալ գծկտուր ստացած ինֆորմացիայից։ Ու դրանք հաշվի առնելով թե ինչ ծավալով են դրանք հիմա արտադրվում, կարծում եմ մենք շատ ավելի բարդ իրավիճակում ենք, որովհետեւ իրոք տպավորություն է, որ հասարակությունը անդադար ինչ-որ ապոկալիպտիկ վիճակի մեջ է դրված, որին անդադար ստիպում են արձագանքել ու արձագանքել այնպես, որ ինքը ընկալի, որ իր պակաս կամ չեզոք զուսպ արձագանքը համարյա դավաճանություն է։
որովհետև դու պարտավոր ես ավելի ծանր տանել այն ինֆորմացիան, որ մենք քեզ ասում ենք։ Ու եթե դու հանկարծ փորձում ես նվազեցնել դրա արժեքը կամ քննադատել կամ մտածել միգուցե սա այնքան էլ ճիշտ չէ, հավանաբար ասկի դավաճանես։ Արդարացան ասենք, որ սա բոլոր կողմերից է, այսինքն այստեղ մի ուղղության մասին մենք չենք խոսում նրա մասին, որ ընդդիմությունն է դա օգտագործում կամ իշխանությունը, բոլորը օգտագործում են այդ նույն գործիքակազմը։ Բոլորի մոտ ձգտում է քեզ տանել բևեռացման, ընդ որում գիտակցելով երևի թե որ կամ հետազոտություններն են տարբերություն տալիս, որ իրականում մարդկանց մեծամասնությունը այդ ծայրահեղությունների մեջ չէ։ Այսինքն փորձել իրենց տանել հնարավորինս ծայրահեղացման, որպեսզի եթե կենտրոնը ենթադրել ենք ինչ որ միտեղ, դրանից գոնե այս կողմ կամ այն կողմ, հա, հնարավորինս մոտիկ քաշել դեպի իրենց եզրը։ Լավ, հիմա վերադառնալով ընտրություններին բուն, Քարոզ Արշավին։ Քարոզ Արշավների վերջին, ասենք լավ 21 թվականի խորհրդարանական ընտրությունների Քարոզ Արշավի ժամանակ Նաև վերջին տեղական ինքնակառավարման մարմինների Քարոզ Արշավների ժամանակ ինչ եք դուք դիտարկել եւ արդյոք դրանք ձեր դիտարկածները բառից բուն իմաստով խախտում էին օրինակ օրենքի տեսանկյունից, թե ավելի մտահոգություններ, որ այ Քարոզ Արշավի օգտագործվում են տակտիկաներ, որոնք այդքան էլ առողջ չեն եւ հասարակությանը տանում են բևեռացման, բայց խախտումներ արձանագրել եք, չէ, ում կողմից ինչ տեսակի խախտումներ Քարոզ Արշավի փուլում, Քարոզ Արշավների փուլերում։ Խախտումները արձանագրել ենք իհարկե ու խախտումները էլի բոլոր կողմերից, դրանք հիմնականում վերաբերում են քաղաքական ֆինանսավորման հատվածին։ Տեսնում ենք, որ այս մասում կա հստակ բաց, այսինքն Քարոզ Արշավները ֆինանսավորվում են աղբյուրներից, որոնք ոչ միշտ են թափանցիկ, ոչ միշտ են ամբողջական։ Մենք իհարկե տեսնում ենք համացանցի միջոցով քարոզչության մեծ աճ, ու եթե համեմատում ենք նախկինում տարբեր հավաքների, մասշտաբները եւ այլն ու անհատական հանդիպումների, դռնեդուռ, այցերի եւ այլ տարբեր քարոզչություններ, տեսնում ենք, որ դրանք շատ նվազում են, էականորեն են նվազում, իրականում հավաքները կարող են լինել 1 կամ 2 ցուցադրական ուժի ցուցադրության հավաքներ, որոնք էական ազդեցություն չունեն ընտրությունների արդյունքների վրա, ու դա երևում է նաեւ հենց նրանով, որ օրինակ սեպտեմբերի 23 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած քաղաքացիական պայմանագրի հավաքը, որտեղ հիմնական վերված էին մարդիկ այլ համայնքներից, որոնք բնականաբար քվեարկող չէին, հա, այսինքն դա ուժի ցուցադրություն էր։ Նույն կերպ մենք ունեցել ենք 21 թվականին երկու հավաքները Հայաստան Դաշինքի եւ քաղաքացիական պայմանագրի էլի ցուցադրություն։ Ու եթե այն դեպքում համապետական ընտրություններին կարող է նաեւ այդ մարդիկ քվեարկում են, բայց ամեն դեպքում դրանք ցուցադրական միջոցառումներ են, քան իրական աջակցության կամ իրական ընտրողի հետ շփման հնարավորություններ, որովհետև ընտրողի հետ շփման հնարավորությունները այլևս այլ են, հա, դրանք հիմնականում համացանցում են, որում օգտագործվող միջոցները ոչ միշտ են տեսանելի, որովհետև մենք տեսնում ենք օրինակ, եթե կա կամավոր գրանցում ինչ-որ ձև Facebook-ի միջոցով, տեսնել թե ինչքան են գովաց ներկայացրել կամ հայտարարագրերի, որոնք վստահ չեն, որ ամբողջությամբ են իրենց մեջ արտացոլում ու այստեղ իհարկե էական խնդիրը այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ արգելում է օտարերկրյա միջամտությունը եւ ֆինանսավորումը, քարոզչական միջոցառումները, այսինքն եւ քարոզչությունը եւ ֆինանսավորումը դրա օտարերկրյա միջոցներով, մինչդեռ համացանցում դրա վերահսկողությունը դառնում է շատ ավելի բարդ, որովհետեւ եթե ուղղակի ցանկացած այլ երկրում, օրինակ վերջերս մի էջ էինք ուսումնասիրում, որի ադմինները Մադագասկարում են։ Ասենք ու Մադագասկարից թուրքական նարատիվներ են հայերեն լեզվով ներկայացվելով Հայաստանի տեսանկյունից, ընդ որում ներկայացվելով իշխանության իբր թե տեսանկյունից, բայց թե իրենց բառապաշարով ամեն ինչով ակնհայտ է, որ իշխանական չեն, բայց այդպես են ներկայացնում, հա, ու իրենց նպատակը իրականում ընդհակառակ իշխանության նկատմամբ բացասական հույսեր առաջացնելն է, ու նմանատիպ խախտումների դեմ ըստ էության գործիքներ չկան, որովհետև այնպես չի, որ այս պահին մենք ունենք զարգացած ցանց նման սպառնալիքների դեմ պայքարելու, հա, ասենք Ինտերպոլը, ես չգիտեմ դրանով կարողանում է կամ զբաղվում է թե ոչ։ Եթե նկատենք, որ փաստացի այս հանցագործությունը իրականացվում է այլ երկրում, այլ երկրի միջոցով ու ուղղակի հասան է։ Կատարվում է Հայաստանում վիրտուալ տարածքում, ոչ թե ֆիզիկական
մեր ոստիկանության ընդդատության տարածքում, այսինքն մենք ունենք շատ տարբեր իրավիճակ, որտեղ պետք է լինեին տարբեր գործիքներ։ Ու իհարկե ունենք նաև զուտ տհաճ երևույթներ։ Այ եթե նայենք խտրականության, ատելության խոսքին, դրանք կարող ենք դիտարկել որպես հանցագործություններ, միաժամանակ դրանք այնպիսի հանցագործություններ են, որոնց մասին խոսելը կամ որոնց բացահայտելը միշտ դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում։ Ու մենք ունենք շատ լուրջ սպառնալիք այս տեսանկյունից, որ ինչպես ենք իրարից առանձնացնում հանցավոր գործունեությունը, որը իր մեջ պարունակում է ատելության խոսքը եւ բռնության աջակցությունը կամ բան, եւ քաղաքական գործունեությունը ազատ խոսքը։ Հա մենք ունենք շատ դիլեմա սրա հետ, մենք ունենք նաեւ այդ խնդիրը այն առումով, որ այնպես չի, որ դա չեն օգտագործում նաեւ այն ուժերը, որոնք պետք է զբաղվեին դրա պատճառով, հա։ Այսինքն մենք իրոք ունենք այս խնդիրը հատկապես ու տեսանք դա նաեւ Գյումրիի ընտրություններում, տեսանք նաեւ նախորդ ընտրություններում, մենք ընդհանրապես ունենք անդադար սրվող հարաբերությունների անդադար բևեռացման վրա տարվող քարոզչություն, ընդ որում այստեղ պետք է շատ հիշել, որ երբ որ ասում ենք քարոզչություն ու ի նկատի ենք ունենում պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը, դա իրականում միակ ժամանակն է, որտեղ կարգավորվում է որևէ կերպ քարոզչությունը։ Իսկ դրանից առաջ քարոզչությունը ոչ արգելվում է, ոչ կարգավորվում։ Ու ստացվում է, որ նույն այդ օտարերկրյա միջամտությունը հիմա որևէ կերպ չեն կարող պատժել։ Դա կարող ենք դրա մասին կարող ենք խոսել կամ պատժել կամ չենք պատժի ընտրությունների ընթացքում, որովհետև նույնիսկ նկատում նաև չենք պատժի, որ Գյումրիի ընտրությունների ժամանակ մենք հրապարակել էինք տեղեկություն այն մասին, ու նաև դիմել ենք ՀՀ-ին բարույթ հարուցելու, որ ռուսական պետդումայի падգամավորը քարոզչություններ իրականացնում թեկնածուի համար, ինչը անօրինական էր, բայց փաստացի դրան որևէ կերպ ընթացք չտրվեց։ Հա, այսինքն մենք տեսնում ենք նաև այդ միջամտությունները, որոնք օրենքով պետք է պատժվեին, բայց գործողություններ չեն ձեռնարկվում, որովհետև քաղաքականապես նպատակահարմար չի գտնվում միգուցե։ Տիկին Գրիգորյան, կարևոր հարց մասնակցության մասին մենք ավելի վաղ խոսեցինք, նշեցիք դուք։ Մասնակցությունը բնականաբար կարևոր է, առանց մասնակցության ընտրությունները անիմաստ են, ժողովրդավարությունը ընտրություններ են, բայց դա ենթադրում է, որ մարդիկ պետք է ուզենան, գնան, կայացնեն ընդորոշում, մասնակցեն, ընտրեն։ Մենք ունենք տվյալներ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հուլիսի հետազոտության 25 թվականի, որով 28% մոտավորապես մարդկանց ասել է, որ ինքը չի ուզում մասնակցի ընտրություններին, եւս 12% ասել է, որ կգնան կամ բայց անվավեր կդարձնեմ իմ քվեն, եւ այստեղ մի մտահոգիչ բան իմ համար ոչ թե կոնկրետ թվերն են, այլ այն, որ հատկապես 18-ից 35 տարեկանների մեջ, այսինքն երիտասարդների մեջ, շատ ավելի միջինից հանրապետական, շատ ավելի բարձր է ցուցանիշը մարդկանց, ովքեր ասում են չեն պատրաստվում գնամ քվեարկության։ Հիմա իմ որպես ամփոփում եւ որպես մի հարց, որը որ բոլորին եմ ուզում տալ, բոլոր հյուրերին, ինչու պիտի մարդիկ գնան քվեարկեն ընտրություններում, առհասարակ եւ հատկապես մասնավորապես 26 թվականի խորհրդարանական ընտրություններում, եւ ինչով է պայմանավորված այս երիտասարդների այսպիսի վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ։ Ենթադրենք դուք հնարավորություն ունեք երիտասարդների մի խմբի հետ հաղորդակցվելու այս պահին եւ պիտի իրենց համոզեք, բացատրեք, ինչի պետք է իրեն գնան ընտրություններին, ինչ կասեք։ Ես չգիտեմ այդ վիճակագրությունը արդյոք նաեւս սարելի է բաշխված, որովհետեւ իմ անկալմամբ քաղաքական քաղաքացիական գործընթացներում կանանց մասնակցությունը որպես ընտրող ավելի շատ է։ Այո, դա էլ կար, որ կանայք ավելի շատ քան տղամարդիկ ավելի հակված են։ Տղամարդկանց դերը ընտրությունների ժամանակ ցավոք բավականին աղճատվել էր, հա։ Կան իհարկե տեխնացիոնի մասնակցությունը, բայց տեխնացիոնը ամեն դեպքում շատ փոքր տոկոսն է։ Ու մնացածի դեպքում ստացվում է, որ իրենց վերապահվել է դերը կամ տանող, բերողի, տասովշիկի եւ այլ կազմակերպողի, ու ինչը փաստացի արժեզրկել է հենց իրենց քվեն որպես ընտրող։ Այսինքն իրենց միգուցե թվացել է, որ իրենք շատ կարևոր են ընտրական գործընթացներում, որովհետև ահ են տարածում շուրջ բոլորը, բայց իրականում իրենց որպես ընտրող կարծում եմ բավականին արժեզրկել են դրանով, որ շատ կուզենայի, որ վերագնահատեին իրենց մասնակցությունը։ Բարբերաբար այլի ըստ վիճակագրության տեսնում ենք, որ ընտրելու հնարավորությունը մարդիկ համարում են ամենակարևոր քաղաքացիական մասնակցության ձևը։ Դրանից հետո իրենց սեփական աշխատանքը լավ կատարել է, ինքնակրթությունը եւ այլ տարբեր հարցերն են գալիս,
Կարծում եմ, որ ընտրությունների կարևորությունը պետք է գիտակցել հենց միայն նրանով, որ մեր ընտրական համակարգը նախատեսում է, որ չկա նվազագույն շեմ մասնակցության, այսինքն 2 հոգի մասնակցած ընտրությունը համարվում են կայացած։ Եթե դուք գնում եք եւ անբավեր եք դարձնում քվեն, դա իհարկե ձեր իրավունքն է, բայց դա իրականում ընտրությունների արդյունքների վրա չի ազդում, այլ ազդում է այն իմաստով, որ նրանք, ովքեր որ մասնակցել են, փոշիացած ձայների արդյունքում ստանում են ավելի շատ մանդատներ։ Այսինքն ավտոմատ ավելացնում եք նրանց քվեն, ում որ չէիք ուզում քվեարկել։ Չէիք ուզում որ լիներ, այո։ Նույնը նաև չմասնակցողները, հա, այսինքն իրականում ես չեմ կարծում, որ մարդիկ, ովքեր որ չեն մասնակցում ընտրություններին, չունեն կարծիք։ Իրենք ունեն դիրքորոշում, ու այդ դիրքորոշումը իրենք արտահայտում են այդ բոյկոտի միջոցով, բայց միաժամանակ այդ բոյկոտի միջոցով իրենք վերահաստատում են իրավիճակը։ Միգուցե ավելի ճիշտ կլիներ գնալ ընտրել ամենակիչ հավանական տեխնացուին կամ նման ինչ-որ մի գործիք մտածել, ինքնուրույն որոշել, հա, ինչ-որ մի բան, բայց եթե դժգոհ ես իրավիճակից, չմասնակցելով դրա փոփոխությանը, փաստացի մասնակցում ես դրա վերարտադրմանը։ Այսինքն դա կարծում եմ շատ կարևոր է։ Իսկ երիտասարդների կամ անձամբ իմ տեսանկյունից ես շատ մեծ խնդիր ունեմ նրա հետ, երբ իմ փոխարեն որոշում են կայացնում։ Ու չի ուզենա, որ դա լինի հատկապես երիտասարդների կյանքում, երբ իրենք ուղղակի իրենց համար կենսական որոշում կայացնելու հնարավորություն տալիս են ուրիշին։ Մենք ունենք հնարավորություն, չեմ ուզում ասել դեռևս, կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ ունենանք հնարավորություն որոշում կայացնելու, այդ որոշումը ազդեցություն ունենա։ Իրականում մի խնդիր, որ կա, եթե ժամանակ կա, դա ասեմ, կարծում եմ, որ հիբրիդային սպառնալիքների կամ այլ տարբեր բաների մասին որ ասացի, դրանց մեջ առանցքային է այն, որ կա ընտրությունների նկատմամբ անվստահություն կամ ապաթիա սերմանելու միտումը։ Դա շատ վտանգավոր է, որովհետև եթե մենք մտածենք դրա մասին, մինչև 17 թվականը քարոզչությունը ոչ մի կերպ մեզ չէր համոզում, հատկապես օտարերկրյա քարոզչությունը, հա, մեզ երբեք չէր ասում կասկածի տակ դնել մեր ընտրությունների արդյունքները։ Իրականում շատ լոյալություն կար մեր ընտրությունների նկատմամբ, որին մենք որպես քաղաքացիներ շատ լավ գիտեինք ինչպիսի ընտրություններ են։ Բայց մեզ չգիտես ինչի, որ ոչ մի անգամ ռուսական լրատվամիջոցները կամ այլ տարբեր բաներ չէին հիշեցնում այն մասին, որ ընտրությունները վատն են։ Ընդհակառակը գալիս էին եւ վերահաստատում, թե ինչ հրաշալի ընտրություն են ունեցել։ Ու հիմա երբ ունենք ընտրություններ, նորմալ ընտրություն ունենալու հնարավորություն, հանկարծ սկսում են անդադար կասկածի տակ դնել դա։ Կարծում դա պետք է մտածել տեղիք տա, բայց հասկանում եմ, որ դրա մասին մտածելու համար պետք է նաեւ ունենալ այդ նախնական տեղեկատվությունը կամ համեմատելու հնարավորությունը, հա։ Ու երբ դա ընդհանրապես անվստահությունը, եթե ամենամեծ խնդիրն է, որովհետև արդեն ստացվում է, որ անկախ արդյունքներից դու դրան այլևս չես վստահում։ Մենք տեսնում ենք նաև դիտորդական առաքելություններ, որոնք նախկինում աշխատում էին նրա վրա, որ վերահաստատեին, թե ինչ հրաշալի են ընտրությունները եղել, հիմա ընդհակառակը, հա, փորձելով տրամադրություններ ստեղծել, որ ընտրությունները ուղղակի խայտառակություն էին։ Մենք իրոք ունենք մի իրավիճակ, որտեղ կասկածի տակ է դրվում հենց ընտրություններ, ժողովրդավարություն, քաղաքացիական մասնակցություն ինստիտուտն ամբողջությամբ, ու կարծում եմ դրան չտրվելը, նույնիսկ ընտրությունների մասնակցելը, քո չուզած տեխնացուին թեկուզ քվեարկելը դիմադրության ձև է, որի միջոցով դու ասում ես, որ ես այս պահին չունեմ կարծիք, ես տեխնացուներից ոչ մեկ դուրս չի գալիս, բայց իմ կարծիքով կարևոր է ունենալ հնարավորություն ընտրելու։ Այսինքն ընտրելու հնարավորություն չունենալը իմ կարծիքով ամենանվաստացուցիչ բանն էր, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ, ու ամենակարևոր բանն է, որ ձեռք ենք բերել, դա վերաբերելը որպես ոչ այնքան կարևոր, շատ հեշտությամբ մեզ շատ վատ տեղ կտանի, որտեղ արդեն ընդհանրապես ընտրելու հնարավորություն չենք ունենա, հա, չենք կարողանա նույնիսկ ասել նրա մասին, որ սա այն չէր, ինչին մենք ձգտում էինք մեր բոյկոտի միջոցով։ Շատ շնորհակալ եմ, Տիկին Գրիգորյան, վերջին շեշտադրումները շատ կարևոր էին, այո, ընտրությունը իրավունք է, լավ է, որ նաև կա դրա, երբ կա նաև դրա հնարավորությունը պրակտիկ իրագործելու, եւ հուսանք, որ այդ ընկալումը կա, որ դա կարևոր է եւ պետք է ցույց տալ, որպեսզի այդ իրավունքից որևէ մեկը երբևէ զրկի մարդկանց։ Շնորհակալություն։